Բարև ձեզ, ես Թամարա Թովմասյանն եմ, ներկայացնում եմ 9-րդ դասարանի գրականությունը, որի հրատարակիչը Edit Print հրատարակչությունն է։ Այս դասագիրքը ունի մի շարք առավելություններ, որովհետև գրված է նոր ծրագրով, չափորոշչին համապատասխան և մատչելի տվյալ տարիքային խմբի երեխաների համար։ Դասագիրքը ունի կառուցվածք, որը նախատեսված է եղել ծրագրով։ Դասագիրքը կազմվել է համապատասխան թեմատիկ բաժինների հիման վրա։ Թեմատիկ բաժինները ունեն իրենց նպատակը, խնդիրներն ու վերջնարդյունքները, որոնք երևում են հենց դասագրքի տվյալ բաժնի սկզբում, իսկ վերջնարդյունքները դրված են տվյալ բաժնի վերջում։ Եվ վերջապես դասագիրքը ինչ առավելություններ ունի, որ ծնողները և ուսուցիչները ընտրեն այս դասագիրքը իրենց երեխաներին ուսուցանելու համար։ Դասագրքի յուրաքանչյուր թեմատիկ խումբը այնպես է կազմված, որը մեկը մյուսի տրամաբանական հաջորդականությունն է, սկսած 5-րդ դարի մեր գրականության տաղանդավոր ներկայացուցիչների ստեղծագործություններից մինչև Սայաթ-Նովա և վերջապես ունենք նաև 18-րդ դարի գրականության ներկայացուցիչներ ընդգրկված մեր դասագրքում Ռաֆայել Պատկանյանը և Միքայել Նալբանդյանը, ապա նաև 20-րդ դարից ընտրված մեկ հեղինակ ունենք Վերենիկ Դեմիրճյանը իր քաջնազար կատակերգությամբ։ Յուրաքանչյուր թեմա ունի իր բացատրական թեմատիկ բառարանը, հարցերն ու առաջադրանքները այնպես են կազմված, որոնք բազմաշերտ են և հնարավորություն են տալիս թույլ, միջին և բարձր մակարդակ ունեցող երեխաներին, որպեսզի նրանք կարողանան այդ առաջադրանքներն ու հարցերը իսկապես ընկալել և դրանց պատասխանները տալ։ Միաժամանակ նկատի ենք առել ներառվող երեխային, ներառական կրթությանը համապատասխան այդ երեխային, որը նույնպես ապահովված է համապատասխան առաջադրանքներ ունենալու ակնկալիքով։ Եվ վերջապես դասագրքի տարբեր բաժիններում ներկայացված են լրացուցիչ նյութեր, ինչպես գիտենք ծրագրով նախատեսված են հիմնական ուսումնական նյութեր և լրացուցիչ ուսումնական նյութեր։ Լրացուցիչ ուսումնական նյութերը ևս դրել ենք դասագիրք, որովհետև QR կոդերի տակ այնքան էլ արդյունավետ չի, որ երեխաները անընդհատ օգտվեն QR կոդերից, հետևաբար այն թեմաները, որոնք լրացուցիչ են և հիմնական մասն են կազմում, լրացնում են հիմնական թեմաներին, մենք այնպես ենք արել, որ զետեղել ենք դասագրքի թղթային տարբերակում։ Այն լրացուցիչ նյութերը, որոնք հարստացնում են տվյալ թեմատիկան, տվյալ դասի բովանդակությանն են ուղղված, դրանք զետեղել ենք QR կոդերի տակ և այդ QR կոդերի տակ կան ոչ միայն կարդալու նյութեր, այլև տեսանյութեր են բազմաթիվ, բացի այդ տեսանյութերից պատրաստել ենք ինքնաշխատ թեստային աշխատանքներ, որոնք երեխաները իրենք են համակարգչով լուծում, դրանց պատասխանը ստանում և նույն պահին համակարգիչը ստուգում է և երեխայի գիտելիքը։ Դասագրքում զետեղված է նաև առարկայացանք և անվանացանք, որոնք հնարավորություն են տալիս շուտ կողմնորոշվել դասագրքի այն էջերից։ Մենք ունենք ուսուցչին աջակցող մեթոդական ուղեցույց։ Այդ ուղեցույցը մենք այնպես ենք կազմել, որ ուսուցիչը կարողանա տեղյակ լինել արդի մեթոդական պատրաստվածությանը և իր դասերը բարելավի օգտվելով մեթոդական ուղեցույցից։ Յուրաքանչյուր թեմատիկ խմբի համար պատրաստված է մի քանի դասի պլաններ, բացի դասի պլաններից այնտեղ կան մեթոդական ցուցումներ, ինչպես կազմակերպել դասը, ինչպես անցկացնել դասը, գործնական աշխատանքի տեսակներ են տրված, մեթոդական ձեռնարկում զետեղված են հայտորոշիչ և ձևավորող թեստերի նմուշ օրինակներ, բոլոր կողմերից մեկնաբանվում է դասագրքի
մեթոդական ապարատը, թե ինչպես կարելի է ուսուցիչը դասը վարել եւ արդյունավետ լինել եւ ի վերջո այսօրվա երեխային այդ դասագիրքը բավարարի այդ ուսուցման ձևով։ Շնորհակալություն ուշադրության համար, հուսով եմ մենք նույնպես դասարաններում կհանդիպենք, որովհետև ես ոչ միայն այս դասագրքի հեղինակն եմ, այլև 5-րդ դասարանի մայրենիի եւ 10-րդ դասարանի հայ գրականության հաճախակի ենք շրջում հանրապետության տարբեր դպրոցները, այնտեղից հրավերներ ենք ստանում, բավականին արդյունավետ է լինում այդ շփումը, երեխաները ողջևորվում են ընդհանրապես աստիճանի, որ դասագրքի էջի նկարը դարձնում են իրենց շապիկի նկար եւ այդպես գալիս են Էդիթ Պրինտ հրատարակչությունում էքսկուրսիայի եւ բավականին հուզիչ է այդ պահը լինում։